որտեղ ռուս բլոգերները ձեր անունից զանգահարում են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին, եկեղեցու հետ կապված քննարկումներ են ունենում եւ ազգությամբ թուրք ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը նշում է, որ պատրաստ է աջակցել ձեզ, իմանալով, որ ձեզ հետ է զրուցում, ասում է պատրաստ եմ աջակցել ձեզ կաթողիկոսի հեռացման հարցում։ Նախ ուզում եմ սրա վերաբերյալ ձեր արձագանքը դիրքորոշումը, արդյոք սա դուք արտաքին միջամտություն չեք համարում, քանի որ օրինակ շատ է խոսվում, հա, ռուսական կողմից արտաքին միջամտության մասին, այս դեպքում հետաքրքիր է ձեր դիրքորոշումը, դուք սա միջամտություն համարում եք թե ոչ, եւ երկրորդ հարցս շատ է վերջին շրջանում խոսվում իրավապահ համակարգում սպասվող փոփոխությունների մասին, ասում են, որ դժգոհ եք օրինակ գլխավոր դատախազի ներքին գործերի նախարարի եւ այլ պաշտոնյաների աշխատանքից ու պաշտոնակություններ առաջիկայում կտեսնեք թե ոչ, եւ խոսվում է նաեւ Արգիշտի Քերմյանի հնարավոր վերադարձի մասին։ Ինչ-որ քննարկումներ այս մասում կա, որոշում ունեք թե ոչ։ Ոչ, չկա տենց քննարկում եւ իրավապահ համակարգի հետ կապված ես հարց չունեմ, մանավանդ հաշվի առնելով իրավապահ համակարգի մի հատվածի ինքնավար եւ անկախ աշխատանքի բնույթը եւ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Ինչ վերաբերում է առաջին հարցին, ինչ որ մարդիկ զանգել են ինչ որտեղ, ասենք, եթե Կտրիչ Ներսյանի անունից հանդես գային, այդ մարդը ուրիշ բաներ ասելու, ասենք, երբ որ տենց ձայնագրություն էլ կհրապարակվի, այսինքն ինչ որ մարդիկ զանգում իմ անունից ինչ որ բան են ասում, հետո ինչ որ մարդ ինչ որ բան պատասխանում է, հետո Հայաստանում ասում են, որ թուրք պաշտոնյան, իսկ կներեք, որ Պատրիարքարանի դռները իմացի ժամանակ փակել էին Ստամբուլում։ Ինչի ոչ մեկ չասեց Թուրքիայում թուրք պաշտոնյաների աջակցությամբ առաջնորդանի դռները փակվել էին։ Այդ ժամանակ բոլորը մոռացել են կամ ինչ կապ ունի թուրքը, վրացին, ռուսը, հայը։ Այսինքն այդ բանը, այդ այսպես ասած իբր մի հատ լրացուցիչ էմոցիա է, կամ կարդում ես վերնագիրը։ Հայ բանը, ասենք օրինակ ըմբիշը հաղթեց թուրք ըմբիշին, վերնագիրը 4 տառաչափ ավելի մեծ, բայց որ ճապոնացուն է հաղթել, դե ափսոս որ հաղթել, այ որ ճապոնացուն պարտվեր, ավելի լավ կլիներ։ Այսինքն դա կներեք, հենց այդ եմ ասում, դա բանի, դա ինքնիշխանությունից զրկող խոսույթ է։ Դա հենց արտաքին գործոնների կողմից Հայաստանում վաղուց ներդրված հայրենասիրության չափանիշը, որ եթե հաղթումը, ասենք ենթադրենք թուրք ըմբիշին հաղթեց կամ ադրբեջանցի, դա ինչ որ առանձնահատուկ իրադարձ, կապ չունի ինչ մակարդակի մրցաշարը։ Բայց որ ասենք ուրիշին հաղթեց, հա դե հաղթեց։ Դուք նշեցիք թուրք պաշտոնյան, դուք նշեցիք։ Հավել, ես հավելման մասին եմ խոսում։ Ասում եմ, այդ պրանկերները թող մի հատ զանգեն Կտրիչ Ներսյանի անունից խոսան, այդ բոլոր պաշտոնյաների հետ, տեսնենք իրանք ինչ կասեն, այդ պաշտոնյաները, հետո կմտածենք դրա մասին, իմ ինչ մեկնաբանելու բանն է, կամ թող զանգեն Կալուգացի օլիգարխի անունից խոսան, կամ Նարեկ ջան, մենք ձեր հարցը լսել ենք, շնորհակալություն։